Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Քիմ Քարդաշյանը անդրադարձել է հայոց ցեղասպանության թեմային։ Նա նշել է, որ հարգանքի տուրք է մատուցում 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Քարդաշյանը նշել է, որ իր հայկական ինքնությունը մեծապես ազդել է իր աշխարհընկալման վրա։ Նրա խոսքով դա իր էության եւ դաստիարակության մասն է կազմում։ Նա ընդգծել է, Հայաստան այցելությունը եղել է իր կյանքի ամենաիմաստալից փորձառություններից մեկը։ Այցը խորացրել է նրա կապը իր արմատների հետ։ Քարդաշյանը նշել է, որ այդ կապը զգում է ամեն օր։ Նա նաեւ աղոթել է հայ համայնքի եւ աշխարհի բոլոր տառապող մարդկանց համար։ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ապրիլի 24-ին ուղերձ է եղել Թուրքիայի հայ համայնքին։ Ուղերձը ընթերցվել է Ստամբուլի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Նա կրկին օգտագործել է նույն ձևակերպումը, հիշելով օսմանցի հայերին։ Էրդողանը պնդել է, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն։ Նա դրանք կապել է պատերազմի, բախումների եւ հիվանդությունների հետ։ Միաժամանակ նշել է, օսմանցի հայերը մեծ ներդրում են ունեցել։ Նրա խոսքով Թուրքիան ձգտում է անցյալի ցավերը հասկանալ։ Ուղերձի վերջում նա խոսել է միասնական ապագայի կառուցման մասին։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է Եվրամիության հնարավոր միջամտության մասին։ Նրա խոսքով Եվրամիության առաքելությունը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Նա նշել է, որ դա կարող է արվել ֆինանսական հոսքերի վերահսկման պատրվակով։ Զախարովան ընդգծել է, որ Եվրամիությունը կարող է լրացուցիչ լծակներ ստանալ։ Նա նաև հայտարարել է, Եվրոպան փորձում է Հայաստանը դարձնել ֆորպոստ։ Նրա խոսքով Հայաստանը դա դիտարկում է որպես եվրոպական ուղու արագացում։ Զախարովան պնդել է, որ Եվրամիությունը իրական օգնություն չի տրամադրում։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում։ Նա հայտարարել է, որ խոսում է ցեղասպանությունների մասին։ Նա նշել է, որ հայոց ցեղասպանությունը իրականություն է։ Վերջինս ընդգծել է, նման հանցագործությունները կրկնվում են։ Նրա խոսքով 2023-ին Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Նա նշել է, ավելի քան 100,000 հայ լքել է հայրենիքը։ Վերջինս խոսել է նաև մշակութային ոչնչացման մասին։ Ելույթի վերջում Մամիջանյանը հայտարարել է. «Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ իրենց թշնամի են համարում։ Դուք ձախողվել եք, ես ողջ եմ»։ Թուրքիայի մարդու իրավունքների միության ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ։ Նրանք նշել են, որ ցեղասպանության ժխտումը հանցանքի շարունակություն է։ Հայտարարության մեջ ասվում է, որ չպատժված հանցագործությունը կրկնվում է։ Նրանք ընդգծել են, ժխտումը վնասում է զոհերի սերունդներին։ Նշվել է, որ պատմական գործիքները հերոսացվում են, ինչը ըստ նրանց խթանում է ռասիզմը։ Կազմակերպությունը հիշեցրել է իր 2005 թվականի դիրքորոշումը։ Վերջում կրկնել է կոչը. «Ճանաչիր, ներողություն խնդրիր եւ հատուցիր»։ Ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել Սուրբ նահատակների ոգեկոչման եւ հարգանքի տուրք մատուցելու արարողություն, որին մասնակցել են ԱՄՆ, Ռուսաստանի, Կովկասի եւ եվրոպական անվտանգության ու քաղաքական հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Քոլթերը, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաեւ դիվանագիտական կորպուսի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ելույթով հանդես է եկել դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Աղոթք են բարձրացել եկեղեցականներ, միջոցառումը ընդգծել է հիշատակի եւ հարգանքի կարեւորությունը։ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամադանին անդրադարձել է հայոց ցեղասպանությանը։ Նա նշել է, որ չի կարելի թույլ տալ պատմության կրկնությունը։ Քաղաքապետը հիշեցրել է 1.5 միլիոն զոհերի մասին։ Նա անդրադարձել է նաև 2020 թվականի պատերազմին։ Նրա խոսքով Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա։ Նա նշել է, որ 2023-ին ավելի քան 100,000 հայ արտաքսվել է։ Նրա գնահատմամբ սա ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է։ Վերջինս վերահաստատել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
Մարիա Զախարովան անդրադարձել է նաև հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Նա նշել է, որ ավելի քան 1.5 միլիոն հայ է զոհվել ըստ պատմական գնահատականների։ Նրա խոսքով Ռուսաստանում այդ ողբերգությունը դիտարկվում է որպես սեփական ցավ։ Նա ընդգծել է, որ ամեն տարի անցկացվում են հիշատակի միջոցառումներ։ Զախարովան հայտարարել է, Ռուսաստանը խորին ցավակցություն է հայտնում հայ ժողովրդին։ Նա նշել է, ազգային հողի վրա զանգվածային ոչնչացումը չի կարող արդարացվել։ Նրա խոսքով Ռուսաստանը մասնակցել եւ նախաձեռնել է համապատասխան միջազգային փաստաթղթեր։ Վերջում նա ընդգծել է ապրիլի 24-ի հոգեվոր եւ բարոյական նշանակությունը հայ ժողովրդի համար։ Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական էջը ապրիլի 24-ին արտարոց տեքստ է հրապարակել։ Սգում ենք 1915-ի իրադարձությունների ժամանակ հայերի կողմից դաժանորեն կոտորված, անմեղ եւ անպաշտպան թուրքերի հիշատակը։ Նման խայտարակ գրառում Թուրքիայի պաշտպանության նախարարության կայքում առաջին անգամ է հայտնվել։ Արմավիրի մարզի Հայանիստ գյուղում քաղաքացու կողմից տեսագրվել եւ հանրայնացվել են զրահաբաճկոններ, որոնք ըստ նրա վերաբերում են 44-օրյա պատերազմի ժամանակահատվածին։ Տեսանյութում երևում է, որ զրահաբաճկոնները գտնվում են բաց տարածքում, լքված վիճակում, չնայած արտաքինից պահպանված տեսք ունեն։ Առկա է անգլերեն մակագրություն Property donated by the people of the United States of America, ինչը վկայում է ԱՄՆ-ից մարդասիրական օգնության մասին։ Տեսագրության հեղինակը նշել է, որ դրանք պետք է հասնեին զինծառայողներին, սակայն հայտնվել են գյուղում, անուշադրության մատնված վիճակում։ Հաջորդիվ մեկնաբանություն է տվել Հայկական Կարմիր խաչի ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Հովանեսյանը։ Նա նշել է, որ հայտնաբերված հագուստները որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ եւ պատկանում են Հայկական Կարմիր խաչի ընկերությանը։ Ըստ նրա գույքը տրամադրվել է դեռ 25 տարի առաջ, չի օգտագործվել, պահվել է պահեստում եւ ապա խոտանվել, իսկ իրավիճակը առաջացել է սանիտարական մաքրման աշխատանքների ոչ պատշաճ կատարման հետևանքով։